Մենք մուտք գործեցինք բնակարան, հասկացանք, որ դուռը արդեն բաց էր։ Սցենարները տարբեր են, նպատակը մեկը՝ գողություն կատարել։ Տեսանք, որ ոսկեղանը տարել են։ Իրականում մինչև գողությունը բազմաթիվ նշաններ են եղել։ Ըստ երևույթին կարող էինք կասկածել, որովհետև մինչև գողությունը մի 5-6 ամիս առաջ մեր տուն անծանոթ մարդ էր մտել խնջույքի ժամանակ։ Պատճառաբանեց, թե պատահմամբ է մտել մեր բնակարան, որից հետո սկսեցին անդադար զանգերը դռան։ Մեր զրուցակիցը պատմում է, պարբերաբար թակում էին դուռը, փախչում։ Կարծում է այդպես ստուգում էին տանը մարդ կա թե ոչ։ Այնուհետև դրան գլազոկին ներկով խաչ էին արել։ Մենք մտածեցինք երևի բակի երեխաները կլինեն, բայց ուղիղ մի 2 շաբաթ անց գողություն տեղի ունեցավ։ Կանչեցին քննիչներին, ուսումնասիրեցին հանցանքի վայրը։ Դեպքը տեղի է ունեցել 3 տարի առաջ, սակայն թե ով է եղել հանցագործը, այդպես էլ չի բացահայտվել։ Բնակարանային գողությունները բացահայտելը բարդ է, քննիչն է նշում։ Վերջին 3 տարիների ընթացքում, սակայն արձանագրված դեպքերի ցուցանիշները նվազել են։ Օրինակ 2022-ին արձանագրվել է բնակարանային գողության 1151 դեպք, բացահայտվել է 12 և 8%-ը։ 2023-ին բնակարանային գողության 889 դեպք է եղել, բացահայտվել է 11.8%-ը։ Իսկ 2024-ին 880 դեպք է արձանագրվել, բացահայտվել է 10.2%-ը։ Սակայն արձանագրված ոչ բոլոր դեպքերով է քրեական վարույթ նախաձեռնվում։ Օրինակ ահազանգ է տրվում ֆիզիկական անձի կողմից, որ իրեն պատկանող որևէ իր գողացվել է։ Քիչ հետո ահազանգ է կատարում կրկին, որ տանը կորցրել է, գտել եմ, կամ այս նմանատիպ պատճառաբանություններ են բերում, որը որ արդեն նախաձեռնման հիմք չի։ 2025-ի առաջին եռամսյակում բնակարանային գողությունների դեպքերով հարուցվել է 507 քրեական վարույթ։ Թեև նվազման միտումը շարունակվում է, սակայն կարևոր է նաև քաղաքացիների մասնակցությունը, կանխարգելելու գողության հնարավոր դեպքերը։ Որպես կանխարգելող հանգամանք գողության դեպքերը ավելի շատ նվազման բերելու, կարծում եմ անվտանգության համապատասխան միջոցներ պետք է կիրառվեն։ Սեփականատերերի կողմից, եթե բազմաբնակարանային շենքեր են, համապատասխան անվտանգության միջոցներ, համապատասխան սարքավորումների տեղադրումներ, տեսախցիկներ։ Քննիչը կարծում է, անվտանգության այդպիսի միջոցներ կիրառելու դեպքում հնարավոր է ինչպես նվազեցնել, այնպես էլ բացառել գողության դեպքերը։ Լիանա Խաչատուրյան, Ժիրայր Հաբետյան, լուրեր։